Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս էլի ժողովուրդ, խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյանը, այսօր դեկտեմբերի 18-ն է Միացյալ Նահանգներում։ Կապված Հայաստանի Հանրապետությունում Էժմիածինում տեղի ունեցած դեպքերի հետ, ես չէի կարող մնալ անտարբեր, ուզեցամ երկու բան ասեմ։ Չնայած, որ ես ամիսներ առաջ արդեն գուշակել եմ և ասել եմ, որ մտնելու են և ինքեր վեհապարին բերանք սիվայր դուրս են բերելու վեհարանից։ Նախ չեմ կարողանում հասկանալ ինքեր վեհապարի այդքան լռությունը մինչև այսօր։ Այն մարդը դուրս իրար հոսոտում են, ուտում են, ջարդում են, փշում են, այդ մարդի ձենը փորից դուրս չի գալի։ Ինքը իր ազգին ասելու ոչ շտապ չունի։ Ես չեմ կարում հասկանամ։ Դա մարդ է, թե էլ չեմ ուզում վիրավորել, որ չասեն Նիկոլական է, որովհետև իմ ելույթը, այս ելույթը ուղղված է ոչ թե ավելի շատ վեհապարին, վեհապար կոչվածին, այլ այդ ուղղվածը այն մարդկանց, ովքեր որ այսօր հել է գնացել են, ուզում են հարձակվեին վեհարանի վրա։ Ես վեհարանի դարդն եմ, ես շենքի, եկեղեցու, ես այդ ինստիտուտի դարդն եմ, ոչ թե վեհապարի։ Վեհապարը եթե եկնյա չի պաշտպանում, ես յանը չի պաշտպանել։ Հիմա ասենք բուն թեմային։ Ուրեմն հարգարժան ուժայիններ։ Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանամ այդ օպերատիվ բլոկի աշխատողներին, ներքին զորքերի աշխատողներին, որոնց որ քաղաքացիական շորեր հագցրել եք, դե լցել եք Էժմիածին, այդ հրամանները որ տալիս եք, լավ չեք մտածում վաղը միսօր իշխանություն է փոխվելու։ Ախր ոչ մի իշխանություն հավիտյան չի։ Նախ այսօրվա այդ միջոցառումը, որ կազմակերպեց Նիկոլ Բոզիստղեն, դա ռեպետիցիա է։ Դուք չմտածեք, որ դուք հաղթեցիք, սիրելի ժողովուրդ, ոչ։ Դա ռեպետիցիա է, հենց ուզեցան տենալ ոնց է ստացվում։ Մյուսը որ արդեն լինի, կլինի արդեն ավելի շատ մարդկանցով, ավելի շատ Բոզի տղա քաղաքապետեր կգան, Թալինի, Մալինի, այն կրակադիլ, մրակադիլ։ Այդ կրակադիլը, որին ձեռն ընկելա, չէ, ես դրա սերը փոխելու եմ, լսեմ ես, այ ղախտի տղա, չնայած չգիտեմ քո սերը փոխած կան, թե չկան, եթե չեն փոխի, դուրս գալու է հաստատ։ Ես քեզ դա խոստանում եմ, պուբլիչնի, ես քեզ խոստանում եմ, Բոզիս տղա։ Այն Թալինի քաղաքապետը, սա թալինցիք մորը դնեն են բանից անեն, Բոզի տղա, եկել ես Էժմիածին, որի չանես։ Կամ ես Էժմիածինի քաղաքապետը, այդ մամայա բռնաբարածը, դու քաղաքապետ ես, թե պրոտեստանտ ես, օրրիկի ծնունդ։ Այն մասան, որ քեզ գնացեց ձեն ատավ է, մտածել է, իպեցենք ումա ձեն տալի, որ է կապային ձեն են տալում, ես չեմ կարում հասկնամ։ Հիմա ուզում եմ առանձնակի խոսամ ուժային բլոկի ու այդ հոգևորական Բոզի տղեկի հետ, որոնք որ Նիկոլի թելն են թելում։ Անաջան, ոչ մի իշխանություն հավիտյանը չի։ Ինչքան էլ որ ես ղախտի տղում Սերժը բերեց։ Բերեց Ղարաբաղը ծախեց, բերեց 5000 հոգու գլուխ կերավ, եւ այլն, իա կնգան թախցրեց, հիմա ասում է մեռելա կորոնայից, ստի տունուտերը ծասրեն, դարի միասա, թերիտան մեռելա, Բոզի տղասեր։ Ասենք առաջ, հիմա, վաղը միսօր իշխանություն է փոխվելու, 6 ամիս հետո այս Բոզի տղեկը կոլխոզ գնալու են թիրակատարողական հիմնարկներ։ Լավ, դուք ինչ պատասխան եք տալու եկող իշխանությանը, այսինքն ինձ։ Ինչքան էլ որ այս երկիրը, հələ որ Նիկոլի թելմա ու Վարդան Ղուկասյանին պահամա բանտում։ Հələ որ թելում են ամեն տեսակի ես որից դուս օրիներ են օրինում, որ Վարդան Ղուկասյանին մի քիչ ավելի շատ մնացեք։ Բայց շուտ ուշ Վարդան Ղուկասյանը դուրս է գալու, ստեկը սրա դուրս գալու, որովհետև ապենց հապետ, ես այդպես եմ ուզում։ Լավ, որ նոր իշխանությունը որ եկավ, ձեզ կանչեցին համապատասխան տեղ հարցաքննության, ինչ եք ասելու։ Պիտի ասեք հրաման են տղե արել ենք, առաջան հրաման էլ կա։ Հիմա եթե ձեզ վաղամիսօր իմ դազախազները, իմ քննիչները, ես բերեմ իմ կաբինետ, ասեմ ինչի ես հել է գնացե մտե վեհարան, են պոպոզավորին, վեկալը շպրտե դուրս, ինչ ես ասելու հրաման եմ կատարել։ Բա որ ես էլ իմ ասեմ դե հիմա չոքի ու ես մի հրամանը կատարի, պիտի անեք, չեք անի չէ, բայց ո՞նց եք անեմ։ Անդո, այ քաչաշուն, այ Անա Վարդապետյանի գլգլից, ես ինչ ես անում այդ տղա։
Ելա բազաների թասիպ նամուսաժանապատություն ունեցավ, ասեց տաշի սամոյին բերակսիվար չեմ տանելու, մտածեց վաղը մսոր իշխանությունը փոխվավ տաշի սամոն որին ձեռա տալու, ասեց չէ Նիկոլը վեկանով շպրտեց ծորս, դու վաղ չունես անդո, դու չես մտածում, որ ես քո որին ձեռ կտամ, անդո, հա, ախես դլո գլգլը անողը, խերել պիտի գլգլը անի, անդո, ես ինչ ես անում այդ տղա, Ես վեհապար կոչվածի դարդը չեմ, որովհետև ընկեր վեհապարը ինքնամասի չի մտածում։ Ես այդ եկեղեցու դարդն եմ, եկեղեցու ինստիտուտի, որ ես չեք անում։ Դուք Վարդան Ղուկասյանի կարկոցում եք ասում եք, թափուրա տալեմ տերտերներին, Կճոյանին, Արգիշտի հորը։ Այսօր հիմա տեսակ, որ Կճոյանն ու Արգիշտի հերը եւ մնացածը բոզից տղեկն են։ Արգիշտի հորը ֆուրաժի կրավը տանելու եմ Երանոս գյուղ, ֆուրաժի կրավացի վրա ես յաշին եմ։ Որսախ Երանոսը լսի, ես ոնց եմ Արգիշտի հորը շինեմ։ Իսկ չեք անում դու այդո։ Նրանց էլ հելնում են, օմբուդսմեն ասում է, այսօր մենք այսօր էսի հաղթանակ չէ, այդ էսի ռեպետիցիան էր։ Բուն շոն արջենում է։ Սեր ժողովուրդ։ Ես ուղղակի Ես էլ եմ անչարության մեջ, որովհետև գտնվում եմ 4 պատերի մեջ։ Բոլորը ստեղ զարմացած են իմ ներքին, այսպես ասած, թուխի վրա, որ չի կոտրվում։ Ինչ անում է չի կոտրվում։ Ես ուզում եմ, որ իմ հետևորդների, իմ աջակիցները, ինձ հավատացողները, դուք էլ չկոտրվեք։ Հանկարծ չմտածեք, որ Վարդան Ղուկասյանը բանտում է, բան չի կարանի։ Այդպես բան չմտածեք, կամ հանկարծ հուսախաբլն եք, հանկարծ չգիտեմ, դուխաթափել եք, եթե ես մնացել եմ այսօր վիճակին 10 ամիս գտնվելով ես բոզի տղա տեղը, որը որ նուբարաշենին եք եք ենք տալի, ուրեմն դուք առավել ևս իրավունք չունեք կոտրվելու, հանկարծ ես չիմանամ որևիցե մի իմ հետևորդ հիասթափվի, նի za что, մնում եք նույն համարձակ վիճակի վրա. Ես ուղղակի ուզում եմ զգուշացնել ժողովրդին, որ սա ռեպետիցիա է, սերի ժողովուրդ։ Ես ուզում եմ ասեմ ինքեր վեհապարին այդ տղա հերի խոսա, այդ խոսը բերից է տան, զանգերը խփի ժողովրդին հարկի, հիմա էլ դու արշավի կառավարության վրա են։ Ժողովրդին վեկալեք արշավի կառավարության վրա։ Իմ հետևորդները, մյուս բոլոր բանտարկյալների հետևորդները, բացի Մարսա Վասիլևնայի պես ժողովրդից բոլորը կմիանան։ Սա չի կարող երկարաշարունակվի։ Որոշակի մարդիկ, որոնք որ ասում են, մենք եթում ենք դեպի Եվրոպա, այդպես բոզից տղեկ էլ կան, դուք գնում եք դեպի Թուրքիա։ Որոշակի բոզի տղեկ, որ հլնում կրում են Նիկոլ Փաշինյանը, Հայաստանն Ամերիկայի ներողություն, Ամերիկայում Հայաստանի դեսպանը գրավատավ է Վարդան Ղուկասյանի համար, միլիոնի կես, գրավտա մորը տնոյի համար, Վարդան Ղուկասյանի մոտ գրավի հարց կա, որ մի հատ էլ գրավի մասին հարց տա, ենք նյութ են գրև ենք անվոր կարթա, մի այլ պորրիկի ծնունդ ասում ագրգելու են Ուգանդա, մորը տնոն գրգեն Ուգանդա, Վարդան Ղուկասյանը չի պիտի գնա Ուգանդա, այն բոզի տղեկ, Վարդան Ղուկասյանը ունի համապատասխան երկրի անձնակից դեպքում կեցա այս երկիր կամ այն երկիր, կամ Վարդան Ղուկասյանի գործընթացը ավարտվել է, որ գնա Ուգանդա, մենք բողոքատն ապուրում ենք, բողոքատներ տևում է ամիսներ, ինչ Ուգանդա, ուգանդացիք դեր մամայի տտոսնեն, դարի միասա, էնի բոզիտան ասա մնա լիանտե 5 տարի, մամայի տնոն մնա 5 տարի, բոզիս սաղա, եսի չեր է կլնմ խոսում, Մտքում ուզում եք Վարդան Ղուկասյանի հետևորդներին կոտրեք կամ հիասթափացնեք, Վարդան Ղուկասյանի հետևորդները, Վարդան Ղուկասյանի համակիները եւ այլն, ձեր մորը սսնեն։ Ես ասում եմ, չէ՞ դուք գիտեք եք տալու նախկին Վարդան Ղուկասյանին։ Մամայա շինազներ։ Եթե մեկ Եվրոպա, ժողովուրդը Եվրոպա չեք գտնում, դուք Թուրքիա եք գտնում։ Ուղիղ չվերթով։ Այն գյուղացիք, որ գնում Նիկոլին ձեն են, վաղմիսը որ սահմանը բացավ, ընկեր գյուղացիներ։ Ձեր պամիդորն ու խիարը ձեր կամակն եք մցնելու, ձեր պամիդորն ու խիարը չի վաճառվելու, գալու է թուրքական պամիդորն ու խիարն ավելի էժան։ Այն բիզնեսմեննիկը, որոնք այսօր մտածեն Նիկոլի ворը, մեծ եւ խոսոր, պիտի հասկանան, որ վաղը միսօր եթե սահմանները բացվեցին, թուրքական կապիտալը, թուրքական ռեստորանները, հյուրանոցները, որ մտան Հայաստան, ձեր ռեստորանը, ձեր հյուրանոցները ձեր ворն է մտնելու, ձեր թանկ ու կրակ հյուրանոցները, ժողովրդի գնալու են թուրքական էժան ռեստորան, թուրքական էժան հյուրանոց։ Այդ ծաղկազորի հյուրանոցները, այդ
Ջերմուկի սանատորիաները, Սևանի հյուրանոցները որ սաղ ունեք, մտելա ձեր ոռը, որովհետև ձեր մոտ թանկ ու կրակ է։ 3 օր նոր տարվա հետ 3 օրը Ծաղկաձորում 10 անգամ ավելի թանկ է, քան մի հատ նստես Սամալոտ թռնես Շարմեն Շեխ 10 օրով all inclusive ուտես խմես հետ գաս ավելի էժանա Եգիպտոսը մի քանի անգամ, քան 3 օր անցկացնել Ծաղկաձորում, որովհետև դուք անկուշտ խախտեք եք։ Թուրքերը ո՞ր եկան, թուրքերը ձեր նման չեն։ Մեկ ալեք տեսեք Բաթումին, մեկ ալեք տեսեք Բուլղարիան, ինչ հյուրանոցներ են, ինչ էժան եւ որակով։ Դուք թքելու եք ասոյի փայտիկին, ձեր բիզնեսը մտելա ձեր ոռը։ Էսում ոռն եք դուք բռնել։ Դուք չեք հասկանում։ Այդ Էլեն Մելեն այդ ռեստորանները, որոնք որ կան, որ մտնես պիտի վերջի հակի ջեբիդ փողը տաս, դուրս գաս մի հատ դրաշկու համար։ Այդ գները չի լինելու։ Դուք թքելու եք փայտիկին։ Այդ 5000 զինվորը որ զոհվեց, այդ 5000 աղջիկ մնացին առանց մարդ։ Այդ 5 աղջիկ ունեցողներ լսում եք ինձ, ովքեր որ աղջիկ երեխա ունեն։ Ձեր աղջիկները խոմտունը չեն մնալու։ Ձեր աղջիկները պիտի ամուսնանան ում հետ։ Հայ տղա չկա, մեռել են։ Մեծ մասը զոհվել են Օսմանի հետ, Բայազետի, Սուլեյմանի, Բալի, Մուստաֆայի, Մուրադի, ամուսնանալու են գնան Ստամբուլ, Անկարա, Բայազետ, չգիտեմ Իզմիր, Ֆան, թուրքը գալու դեռ չկան տանի։ Այդ 5000 զոհվածի ծնողները պիտի հասկանան, որ իրանց երեխեքի գերեզմանի վրա գալու են թուրքերը խժան ճնան ուրախանան։ Հասկանում եք թե չէ։ Այդ 44 օրվա պատերազմի վիրավորում ստացած զինվորները պիտի հասկանան, որ իրանց վրա խժալու են նույն թուրքերը, որոնք որ գալու են որպես տուրիստ Հայաստան։ Չի կարող հայ եւ թուրքի միջեւ լինել բարեկամություն։ Ոնց որ չես կարող բան արունել կա, չես կարող, չէ՞ եկարես եկոս խմբի արունը ներավկես 4-րդ, 3-րդ, առաջի խմբի այրան է, դեպի մասը կմեռնի տեղում։ Այդ տիպի մենք մեջ ամեն չեն կարող ապրել կողքի հաշտուխախան։ Մենք պիտի փակ պատից են պատի արեք շփվենք լավագույն դեպքում, հասկացեք։ Մենք խնդիր ենք ունեցել պարսիկների հետ, այո, բայց անցավ գնաց, մոռացանք, բարեկամացանք, պրծանք։ Խնդիր ենք ունեցել արաբների հետ, մողոլների հետ, թաթարների հետ, անցավ գնաց, այս ազգի հետ չի վերջանում, ամեն 100 տարի մեկ թուրքը իր պատկերը ցուցաբերի։ Մինիմում ամեն 100 տարի մեկ։ Եվ պիտի դուք հասկանաք, որ մի փոզի տղես հələ ասում հայ թուրքական բարեկամություն, պիտի ասես մոռաց ցածացնեմ գնացերից ու թքես իմ մամայի բենի մեջ։ Որ մի քաղաքական գործիչ հələ ասում դեպի Եվրոպա, պիտի տուրը ցածնել, որովհետև Ուկրաինան էլ գնաց Եվրոպա, տեղ հասավ։ Երկրիկեսը կորցրեց։ Հիմա ասում չէ կապիտուլյացիա էլի։ Շո, ինչ եկալ է լավ։ 1 միլիոն ջահել երեխու գլուխ կերան, 8 միլիոն ուկրաինացի տարավ փախստական։ Վրաստանն էլ այդ գնամ տեղ հասավ, 20 տարի գնաց, թքեց եկավ հետ։ Դուք ուր եք եթը, ոնց եք լսում այդ հոգեկան հիվանդին, լավանա, այն ամենավերջի ոչխարը գոնե սովորում է ուրիշի սխալների վրա։ Լավ գոնե ձեր սխալների վրա սովորեք, պատմությունը ինչ է ցույց տվել ձեզ։ Այս չեք անում։ Ինչ եկել է այդ եկեղեցի հասկանում եմ վեհապառ կոչված իատեղում չի։ Իզնի շատ դրան թող ոչ մեկ չաթի։ Այդ ոչխարի ծնունդի դարի միասա։ Բայց էսի չեք անում, ինչի թե մեկ կնում։ Էս դու թալիցի, դուք սասուցի եք, դուք էսի չեք անում։ Դուք ձեր քաղաքապետին չես ասում, մորը սածստեմը չէր գնացել դու բան։ Ավի չէ դեջ միացին, հա։ Կամ են մնացած, են բանը կրակատի դու առնաթամից ես խեղծվելու։ Հիշի խոսքերս, առնանդամի հասությունից։ You have 1 minute left. Սա է ուզում ասեի, ես է ուզում զգուշացնեի, բոլորին, բոլոր ուզայիներին, խեղներդ գլուխներդ հավաքեք, և հիշեք, որ վաղը մեսօր իշխանությունն է փոխվելու, և պատասխան եք տալու։ Հանկարծ չասեք, նախկինները պատասխան չեն տվել, որտեղ գալով Վարդան Ղուկասյանը համ նախկիներին է ծծցնելու, համ ներկաներին է ծծցնելու։ Խեղներդ հավաքեք գլուխներ խախտի տղեք։ Այսօր ես կան, շնորհակալություն հարգանքներով ամենան հայոց Վարդան Ղուկասյան։